ռաստերիտ կուտոկին, ավակի արի Շենգավիթ։ Շենգավիթի մետրոյի հետևի այգին է, այս է շենքերն է։ Շենգավիթում նախընտրական քարոզարշավ անցկացնող Նիկոլ Փաշինյանին քննադատած ու նրան ոչ եթերային բառերով դիմաց տղամարդն արդեն մեկ օրից ավելի է ճաղերի հետևում է։ Մինչ վարչապետը երեկ երևանցիների հետ էր հանդիպում, Շենգավիթի բնակիչ Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում կոշտ բառերով հանդիմանում էր Փաշինյանին։ Գատիսա բաժինը թողա Շենգավիթի։ Դա ապե գալիս են, կանդալը հանձերիցս գալիս են։ Ուղիղ եթերից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին նրա տուն ձերբակալել գործարար տղամարդուն։ Բռնի կերպով ամուսնու սկանդալները հագցրեցին եւ տանում են։ Աղի կնոջս ո՞տ այս է։ Հրելով բոլորիս, տարեց մորը այս սրանք։ Ձերբակալությունից հետո իրավապահները լուր են։ Քննչական կոմիտեն չի մանրամասնում, թե ինչու է 24 ժամ տղամարդուն պահում անազատության մեջ։ Ազատության տվյալներով վարույթը նախաձեռնվել է տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու հոդվածով, որը նախատեսում է 1-ից 4 տարվա ազատազրկում։ Ավետիսյանին դեռ մեղադրանք առաջադրված չէ։ Քննչականը դեռ ժամանակ ունի ուսումնասիրելու, արդյոք նրա արտահայտությունները օրենքի խախտում են։ Երկու ոստիկանական էր, մեկը սովորական քաղաքացիական համազգեստով էր։ Տղայից թևը օլորած, ձեռնաշղթան հագցրած ու քաշքշում են։ Զարմացանք, գոռացի, ասես ինչ եք անում։ Տան դրան դեմը շեմին կարելի է այսպիսի բան անել, ես ինչ եք անում։ 76-ամյա Անահիտ Հակոբյանն այսօր պատմեց, որ որդին տանը չէր, զանգել էր ասել, որ շուտով կգա, սակայն որդուն եւ ամուսնուն սպասող տան կանանց դրսից լսվող աղմուկ աղաղակն է ստիպել դարպասներից դուրս գալ։ Ինչքան ասում են, այդ ձեռնաշղթան բռնողը, թևը բռնողը ավելի ուժեղ հոլորում, որ ավելի շատ ցավ պատճառի այդ թևին։ Մի խոսքով հարսս էլ դուրս եկավ հետս միասին, հարսից հրվշտեցին։ Հղիա 7 ամսական հղիություն ունի։ Ձերբակալվածի մայրը պատմեց, որ իրեն եւս հրել են։ Համացանցում տարածված կադրերում լսելի է, որ Արտակ Ավետիսյանն ու մայրը ոստիկաններին հորդորում են ձեռնաշղթաներ չանցկացնել, որ նա չի փախչի, բայց իզուր անպատասխան են մնացել նաեւ հարցերը, թե ուր են տանում։ Չէ, ոչ մի բան մենք չիմացանք, չհասցրինք էլ, որ ասենք ինչի համար, ավելի շուտ հարցրինք, ինչ եք անում, ինչի համար եք սենց անում։ Ոչ մի պատասխան չստացանք, վերջում նոր իմացանք, որ տանում են Շենգավիթ քաղմաս։ Մայրը տարակուսած է, որդին ճիշտ է, կոպիտ ձևով է արտահայտվել, բայց դա հանցագործություն չէ, պնդում է։ Որտեւ նախ դա միայն իմ տղան չի ասում, որ մեկի բերանը պիտի փակի։ Արտակ Ավետիսյանի փաստաբանն այսօր չցանկացավ մեկնաբանություններ տալ, իսկ մի շարք ընդդիմադիրների շահերը պաշտպանող Ռուբեն Մելիքյանը պնդում է, թե Ավետիսյանի արտահայտություններում օրենքի խախտում չկա։ Հանդուգն որ ասում են, բարից բուն իմաստով, այսինքն թե ոչ մի ապոլիտի բան չկար, մի բառ կար ընդամենը, որ հետ էլ հաստատ թեմա չի։ Ասում քննադատում է այն բոլոր բաների համար, որոնք որ շատ բնական քննադատելի բաներ են, вообще բան չկար, էլի կրիմինալ չկար։ Մելիքյանը շարունակում է պնդել, իրավապահներն իրենց բուն գործառույթները թողած ընկած են քաղաքական գործերի հետևից։ Այս է պատճառը, որ հանցագործությունների բացահայտման հարցում հապաղում են։ Օրինակ է բերում Վեդիի անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության գործը, որն ակտիվ քննության փուլ մտավ միայն լրագրողների բացահայտումներից հետո։ Պետոֆիլների պարագայում տեսեք քանի ինչքան ժամանակ տևեց, ամիսներ տևեց։ Ազատության մեջ էին, ինչ ասես տեղի չունեցավ։ Հայաստանյան իրավապաշտպանները շարունակում են մատնացույց հանել նաև իրավապահների խտրական մոտեցումը, երբ ակտիվություն են ցուցաբերում հիմնականում իշխանության քննադատների նկատմամբ, իսկ այլ դեպքերում պասիվ են, ինչպես օրինակ տեսախցիկների առջև կաթողիկոսի գլուխը քարով ջարդելու կոչ արած Գառնեցի տղամարդու դեպքում։ Չնայած ամիսներ առաջ հարուցված գործին, տղամարդը մեղադրյալ չէ, ազատության մեջ է։ Քննչականն ասում է, որ նախաքննությունը շարունակում է։ Մի հատ քարտը փնկել խեն սատկացնեն։